Բարև ձեզ, սիրելի հայրենիքներ, այսօր ճիշտ ասած, երեք չհայտարարեցի հատուկ, որովհետեւ անակնկալ տողեմ, բայց 28-ի արդիվ իմ հյուրս է Ամերիկայի հայրենասեր Iron Lady, որ գոչեմ երկաթյա, եւ այսօր իր լրիվ երկաթյա դեսկով մեզ դե նաև ցեզի նոր բամը տայտլ մագրամ դալ Lady in Black։ Բարև ձեզ, ինչպե՞ս եք։ Lady in Red չէ, Lady in Black-ը հիմա։ Լավ, շնորհակալություն Պետրոս, վաղուց չենք հանդիպել, ուրախ եմ, որ այսօր եթերում եմ քեզ հետ։ Շնորհակալ եմ, ասեմ որ ձեր վիդեոն ձեր կրոջը բիդանսին եզակի սակայն շուտով, բայց բաժանված եմ այլ հոգնագի գետագոր լեզուս առանց անդրադառնալու քու եւ քու կրոջը վիդեոն ձեր վիդեոն դիտվեցավ իմ մոդես 3000-ով գարձեմ նախ ինչ կուզես ասել այսօր մայիս 28-ն է վստահ կուզես շնորհավորել Հայաստանի առաջին հանրապետությունը որ մենք բոլորս գավադանք որ Հայաստանը ունի առաջին հանրապետություն չի գա երկրորդ երրորդ կամ մեկ հանրապետություն բայց 28-ի հանրապետություն ինչ կուզես ասել Բևերի աչագից Նուրեն Սերոպյանը Անշուշտ առաջի հերթին ուզում եմ շնորհավորեմ Հայաստանի առաջին եւ միակ հանրապետության օրը մայիսի 28-ը եւ հույս ունեմ որ վերջապես մեր ժողովուրդը հասկանա որ մենք պարտավոր ենք լինել առաջի հանրապետության իրավահաջորդ եւ ոչ թե երրորդ հիմա էլ փորձում են չորրորդ եւ դա կլինի հայոց փրկությունը եւ արդից օգտվելով նաեւ հիշեցնեմ որ մայիս 28-ին ձերբակալվեց Վարուժան Ավետիսյանը Սասնա Ծռերը շուտապույտ ազատություն եմ ցանկանում իրենց բոլորին եւ դա պատահական չէր որ հենց մայիսի 28-ին ձերբակալվեց այն անձը որ ամենամեծ ջատագովներ առաջի հանրապետության իրավահաջորդության այսինքն ինքը շատ բարձր գոչում բացատրում էր այդ մասին մարկանց հենց այդ օրը այսօրվա այս վարչապետ կոչեցյալը որոշեց որ ձերբակալի ազատություն բոլոր տասնածռերին որտեղ խոսենք 4 հանրապետության վտանգի մասին որտեղ ես ինձ համար սպառնալիք է շատ հետաքրքրական է չեմ գիտեր թե ով երկրի մեջ այսպիսի հայտարարություն pedagogan ամենեն բարձր պաշտոնյան ինձնին գարդոն է շատ հետաքրքրական եւ վտանգավոր բաներ խոսի հասկացած ենք իր մարդավարությունը շատ դերս սելիկը գսե Սա որ Հայաստանը երբեք չի ունեցած pedagogiություն այս շրջանը միշտ ապրված է հայերը մոկրավացություն եղած այս տարածքի մեջը այսինքն չեմ գիտեր թե ըստ ցեզ դուք Ամերիկայի մեջ կապրի գիտելի բանի մեջ մեկ այսպես բաներ խոսի շատ լուրջ հետևանքներ կունենա օրինական քրեական Ամերիկայի մեջ կարող է այսպիսի բառը ասել որ ասենք Ամերիկան միշտ մտածել է որ իսկապես Ամերիկան դուրս են եկած են բայց ովև են բնական երկրի մեջ երկրի ամենին բարձր պաշտոնյան իրավունք ունի ասելու որ մենք pedagogiություն չենք ունեցած մեր pedagogiությունը ժխտելու ուսերը որ այնպեսի թեզեր որ Տշնամին գբնդե եւ բիդերազեր որ ասե մեր ամենին բարձր պաշտոնյան pedagogan բարձր պաշտոնյան վարչապետ պաշտոնյան այսպեսի վտանգավոր բաներ գարդա է ինչ կուզեք ասել Well, որևէ երկրում նման վարչապետ կամ պրեզիդենտ արտահայտություն անի, իրան վաղուց ոչ միայն դատել էին, որպես ազգի դավաճան, չգիտեմ ինչ էր կանեին, չէր կարող նման բան, չենք էլ լսել նման բան, որովհետև այդ վարչապետ կոչեցյալը ինքը թշնամի է եւ հայոց պետության եւ հայ ազգի եւ կատարում այն ինչ որ մեր իրական թշնամիները ազերիները թուրքերը իրեն ասում են ուրեմն իրեն պետքա վերագրել միայն որպես բացարձակ թշնամի այն ինչ որ հատկապես այսօր իր իրական դիմակով ինքը ցույց է տալիս իր էությունը այդ իր պահելակերպը այդ հարձակումները մարդկանց վրա կանանց վրա բոլորի վրա ռեպրեսիաները եւ այլն անհասկանալի է թե սա ինչպես դեռ վազում է եւ դեռ աթոռ է գրավել որ վերջերս ինչ որ նման խոսակցություն լսեցի որ քանի որ ինքը adekvat չէ եւ իրեն գժի պես է պահում համարենք թե գիժ է ուրեմն նույնիսկ ընտրություններին չպիտի մասնակցի այսինքն ինչպես կարելի է հայ ժողովուրդը միջև հիմա հանդուրժում է նման թշնամու ընդունում է որ թշնամին իր վարչապետն է
Եվ ամենազավեշտալին, որ կա ինչ-որ մի մասա, ես կասեմ փոքրամասնություն երևի մի 10-20% մաքսիմում, չգիտեմ, որ դեռ այնպես են պաշտում, իմ կարծիքով դրանց ուղեղը ավելի կույրաղիկ է, քան ուղեղը, որ այս թշնամուն պաշտում են ու հարձակվում են բոլորի վրա, եթե հանկարծ որևէ մեկը Նիկոլին վատաբանի ինչ-որ մի բան ասի։ Եվ առհասարակ Նիկոլին կարող են ընդունել կամ իր երիտուրքական պարլամենտը, այդ ՔՊ-ականները, որոնք բնականաբար իրենց ինչ-որ օգուտների շահեր ունեն կիսվելու, թքած ունեն Հայաստանի վրա, ի վերջո երևի պատրաստ են, երբ որ հանկարծ փոփոխություն լինի, բոլորը կփախնեն, եւ նման այդ կույրաղիքի ուղեղ ունեցող ինչ-որ մի բիոմասա, դրանց ես չեմ էլ կարող նույնիսկ հայ ասեմ եւ թույլ եմ տալիս ինձ նման վերաբերմունքով արտահայտել իմ կարծիքը, որովհետեւ իրանց տեսնելով թե ոնց են պահում, ուրիշ ավելի լավ կարծիք չեմ կարող հայտնել։ Հալո Ամերիկայի հայկական համայնքին այնտեղ ինչպես են ուժերու equation-ը ասենք, արդյոք մեծամասնությունը հայաստանցիներուն եւ հայերուն, հայաստանցիներով Հայաստանին դուրս եկած եւ արեմդահայերը, արդյոք այնտեղ ունի որոշ աջակցություն եւ երկրորդ հարցումը շարունակված ասկային ժողովրդական բեմերը այստեղ գմրե շատ ուժեղ ընդրություն իր անձնական ջանքերով grassroots միակ քաղաքական ուժն է որ ասկան ուժեղ բայկարի առանց ռեսուրսներու շատ հետաքրքրական է գամավորական շարժումով ինչ է ծեր բարձրությունները ինչպես կաշակցիկ բևերին արտասահմանեն երկու օրած շուրանգարեցի նաև ԱՄՆ-ի արևմտյան ափի պատասխանու բարոն Գյուրազյանը որ բավական հետաքրքրական բաներ ասավ խնդրեմ ինչպես կարաք մեզի օգնել եւ ինչպես է այնտեղ դրամատուրգությունը Ամերիկայի համայնքին այած այս իշխանության Այսպիսի մի բան ասեմ, կարծեմ այս մասին նորից խոսել ենք, նախ խոսեմ Բևերի մասին, ես ուրախ եմ, որ ԱԺԲ-ի երիտասարդ դեմքերն են այսօր մասնակցում այս ընտրարշավին, ինչպես Գևորգ Սաֆարյանը, Գևորգ Կարապետյանը, Հերմինեն, Արմինեն, Հայկուհի, չէ, եթե չեմ սխալվում, դա ինձ շատ ուրախացրեց, որովհետև ես չեմ ասում մյուսները արդեն ծեր են կամ մեծ են կամ խորհրդի անդամները, բայց Բևերը կարծես նոր շունչով, նոր ձիրքով է գալիս եւ շատ հաստատուն քայլերով եւ ես բավական լավ հույսեր ունեմ, որ այդ 4%-ը կանցնեն մեր երիտասարդները եւ այո ճիշտ ասեցի իրենք իրենց միջոցներով օգնություններով հայության օգնությամբ ինչ որ ձևով կարողանում են նման ասենք կարողանալ այս ընտրապայքարը զարգացնել չունեն այդ հսկայական ռեսուրսները, որ կարողանան ասենք ոնց որ այդ վարչապետ Կոչեցյալն ունի կամ ասենք ընդդիմադիր Սամվել Կարապետյան ունի ռեսուրսներ, ֆինանսական մեծ միջոցներ եւ կարողանում է advertise անել, հա, իր մարքեթինգը անել կեմպեյնի Բևերը չունի ցավոք սրտի, բայց ամեն դեպքում գոնե այն, որ 4% ձայնը անել կկարողանա պարլամենտ ասել եւ ես շատ մեծ հույս ունեմ, որ այս անգամ գոնե որևէ կերպ թույլ չեն տա, որ այդ Փաշինյան Կոչեցյալը անցնի, որտեղ դա Հայաստանի վերջնական կործանումը կլինի, ամեն դեպքում ովքեր որ անցնեն, եթե ուժեղ Հայաստան, հա, կարծեմ իրենք եթե անցնեն, գոնե Բևերը այնտեղ կունենա իր ձայնը եւ ինչ որ բալանսավորում կկարողանան բերել, շատ ավելի բան կկարողանել, երբ որ պարլամենտի մեջ լինի։ Իսկ ինչ վերաբերվում է այստեղ Պետրոսյան ես ճիշտն ասած շատ մեծ համայնքների հետ շփումներ չունեմ, ինքս աշխատանքի բնույթով շատ զբաղված եմ, թե ես թե Լիլիան, երևի արդեն պատկերացնում ես ինչքան զբաղված ենք, ես կարող եմ նեղ շրջանակների մասին խոսել, որ որևէ մեկը, այսինքն իմ շրջապատում, մեր շրջապատում
տանել չի կարող Նիկոլին եւ բնականաբար որևէ մեկ որ Նիկոլին սիրի չի կարող մեր ընկերը լինի կամ մեր կողքին լինի հիմնականում համայնքից եթե շփվել եմ Հարութ Սասունյանի հետ եմ շփվել, որի հետ միշտ հետաքրքիր է, նա միշտ լավ վերլուծություններ է անում եւ ճիշտ կարողանում է իրողությունը գնահատել, թե չէ այդպես ես որևէ գիտես կազմակերպության կամ կուսակցության ոչ անդամ եմ, միշտ եղել եմ ազատ, մինչև հիմա այդպիսին եմ։ Ոյակապ, որտեղ խոսենք ճիշտ ընդրության մասին եւ հստակ է որ PV-ը մեդիայի բարակային advertising որ գսեք շատ լուրջ խնդիր ունի, որովհետեւ շատ բարձ օրինակով Արմինե Սախոյանը որ այդպեսի հերթագավոր վիդեո մրավ PV-ի մոդը դիտվեցավ 200,000, ուրիշ տեղեր դիտվեցավ 400,000, ոչ մեկը չստավ որ Արմինե Սախոյանը PV-ական էր, նույնը որ Հերմինեն եւ Մուշեղը նաեւ այսպեսավ աչափնյակի բնակիչները վեճ Վարշավետ Փաշինյանի հետ Հստակ է որ PV-ը միայն ունի իր մեդիան, իհարկե մեր փոքր մեդիաներ կան ուզեն ողջունել Գարենը Իսրայելյանը իր մեդիա, ես եմ համես կայքովս ինչքան որ գնամ, դեպիս ամեն ունդեղ գուտամ, սակայն հստակ է որ մեծամասնություն իմ ֆոկուսս PV-ի վրա է, 160 եթե PV-ի միանակ, սա հստակ է, սակայն մենք համես ալիքներ ենք, չունենք այդ լայն դարադրությունը։ Ինձ կտուրադրեք գոչ ուղեմ, մեզ մայստրոին, Վարդան Հակոբյանին, առաջին անգամն որ անով գտիմ եմ, գիտեք որ ես շատ անգամ բաներ կխոսիմ քողարգված, մարդիկ կսեն ինչու անունները չես տար, գվախնաս, ես երբ որ քողարգված կխոսիմ, ոչ թե անունները չեմ դար վախանալ, սակայն չեմ ուզել անձնականացնել։ Սակայն մայստրո Վարդան Հակոբյանին այսօր պիտի հիշեմ անունով, իմ հետ եղբայրս եւ վրաս մեջ շնորհք ունի։ Եթե գտուրանդեք իրեն գոչ ուղել, իր լսարանը շատ ուժեղ լսարան է, այսինքն ինքը երբ որ վիդեոն սկսի 1500 գտիդե, 40000 գտիդե։ Գիտեմ որ Վարդան Հակոբյանը դեղած է հարցեր եւ գիտեմ դուք անցնվես գիտեք որ ըստ իս իր հանդեպ սխալներ կատարված է եւ ինքը որոշ բան ավելի իրավունք ուներ ըստ իս քան թե Վարդան Հակոբյանը դուք ինձ այդան ասիք որ Պետրոս դու Վարդանին կողմը կբռնես մարդիկ իրեն սխալ վարվեցան անունները չի բիդնան որովհետեւ չեմ ուզել անձնականացնել ասեմ որ Հայաստան չի բնակող Ամերիկա ապրող մարդիկ որ չեմ գիտեն իրենց աներադես կայլերով սակայն Վարդան Հակոբյանը գմնա պեվերական կապարի ես ագիտեք որ շատ լուրջ վեճեր ունենան պեվերին հետ կքարտադեմ adender դու ինձ գիսես որ Պետրոս շապկանցնես կորայինձի դու գիսես գիտենք այս բոլորը սակայն դեպի հարցը ասած դրուչան ճակատամարտի բահուն ներքի խնդիրները մեկում դեպին գսարեցվին պաուզա որ գտան փոզ գտան բիդի դրանք ես կոչ ուղեմ Վարդան Հակոբյանին նամանավանդ որ այսօրվա տեխնազուները որ կան անոնց հետ տեխնազուներուն հետ ոչ մեկ անձնական խնդիր չունի հարց եղած է ուրիշ անձերու հետ եթե դրանք իրեն կոչ ուղեմ բոլորի դեր գուտած լավ գնես բայց Կոնե այո կոնե իրեն դեր դա երեսարտներում Գևորգ Սաֆարյան, Գևորգ Կարապետյան, Հայգուհին, Հերմինեին, Արմինեին եւ բոլորին գոչ գլերեք իրեն գոչ ուղեմ որ հիմա ամեն ինչ սարեցնենք եւ շատեր որ Վարդանին կհանդեն շատեր ադեն սխալ են իրավունք ունին ինչ կուզեք ասել խնդրեմ Ճիշտն ասած ես որևէ իրավունք չեմ վերապահի որևէ թե ասենք Բևերի եւ Վարդանի հարաբերությունների մասին ես հարգում եմ Վարդանին իր միայն այն որ ինքը Ուիլսոնյան այդ քարտեզը միշտ իր եթերների ժամանակ դնում է արդեն խոսում է այդ մասին որ այո գաղափարները իրեն գաղափարակից են եւ Բևերի անդամները եւ Վարդանը մնացած ներքին խոհանոցի մեջ ճիշտ ասած չեմ մտել չեմ ուզում մտնել դա ինձ չի վերաբերվում միայն կասեմ այսօր մենք բոլորս թե Վարդանը թե Բևերը թե մյուսները իհարկե խոսքը չի գնում Քոչարյանի կամ չգիտեմ Սերժի մասին բայց մնացած բոլորս մենք ունենք միայն մեկ թշնամի որը այսօր զավթել է վարչապետի աթոռը այսօր ասելով արդեն 8 տարի է եւ մեր աչքի առաջ տեսել ենք թե ինչպես է մաս Հայաստանը վաճառել կարելի ասել ինչպես Արցախը վաճառեց հենց վերջերս Տիգրանաշենը տվեց եւ բոլորս պետքա ուրիշ կարգավիճակով նայենք որ այսօր միահամուռ կերպով միանանք եւ մի թշնամու դեմ պայքարենք որը Նիկոլն է
Միայն դա կարող եմ ասել, այսինքն դու պիտի կոչաներ, ես եմ անում, իսկ ընդհանուր առմամբ ոչ մեկ անսխալական չի, բոլորս ենք սխալվում, կարող ենք էմոցիաների տակ իրար բաներ ասել, չհասկանալ եւ այլն, բայց նման կարևոր խնդրի շուրջ են ինչ վերաբերվում է հայրենիքին, իմ կարծիքով ոչ միայն Վարդանը Բևերը, մյուսներն էլ բոլորը պետք է համուր կերպով մի թշնամու դեմ պայքարեն, առանց իգոների, առանց իրենց եսերը մեջտեղ բերելու, առանց դու ես ասիր, ես ես ասիր, նման բաներ պիտի չլինի, դրանից կարող է օգտվել միայն թշնամին։ Վերադառնալով Հայաստանի, այսինքն որ Վարչապետ Փաշինյանը ինքը զարմանալի ոչ պետական ղեկավարի նման գբա է։ Արդյոք այս բոլորը ցեզ դակնաբեջ է դեմարդավարություն է, դարբեր գարձիկներ կան։ Մեկը գսեմ որ մոբիլայզ գնա շարք անում անհասկան ծայրեղության գետա։ Ուրիշները որ ես երկրորդ գարձիկին եմ, ես կգարձեմ որ Վարչապետ Փաշինյանը հասկացած է որ ուղղությունը որ գետա ինքը բարդվելու է, որտեղ վաղվական ընդդիմությունը իր 15 դարչև է, հստակ դիվեր շատ հստակ են։ Եվ գարձեմ որ ինքը գդակնաբի անոնամարի որ մեկը գդակնաբի եւ գվախենա գտիմե ծայրեղության Վարչապետ Փաշինյանը որ երբ օրդուսել է Ալիևին հետ կարող է ինքը հաշտվելու ոգու ցուցաբերել սակայն գներեք որ քիչ մի ես ուրիշ կողմի մասին խոսիմ որ դուք պատկանալ չեք համագրի սակայն ինչպես կլա որ Վարչապետ Փաշինյանը կարող է Ալիևի հետ այդ համերաշխ ոգին գտնել սակայն նախկիներուն հետ օրինակի համար այսպեսի խոսքեր արտահայտել որ ցեզի գզդասնեմ նույնիսկ սա դարձեմ կսապկեստեմ Արդյոք այս բոլորը ցեզ վախի արդյունք է դակնաբի եւ անոնաման է որ գիտի մեծ զարեղության եւ ինչպես կլա որ արդակին դաշնամին գալով ինքը հաշտվել ոգի գտնել սակայն ներքին ճակատի վրա ինքը դակավին գդարած է բարակ դում նախկինները ադերություն ցեզի sense միտնեմ այսինքն բացայատորեն խոսվի քաղաքական վենդետա է որտեղ հանդեկնեցան օդասիտի որ իրենտեմ արշատրվեցան եւ հստակ է որ փեվերները նման վիճակներ գալով է հանդիսանալ Անտիբիլ Անկեղծ ասած նման ինչ որ բջիջի շատ դժվար է ներկայացնել թե ինչ է ուղեղում կատարվում այս պահին, այսինքն ինքը ցայքնոտի մեջ է, որ գիտի պիտի պարտվի իրական դեմքով դուրս չեմ կարող ասել, որովհետև ես նման գժերի մասնագետ չեմ, բայց մտահոգություն ունեմ, որովհետև իր նման կենթանիները ամեն ինչի ընդունակ են, այսինքն սենց վերցնենք, ինքը ինչ որ Ալիևից փողա վերցրել, ինչ արել, ինչ համաձայնությունների եկել եւ շատ արագությամբ ուզում է ամեն ինչ անի ի վնաս իհարկե Հայաստանի օգուտ Ադրբեջանի ադրբեջանցիներին բերի լցնի Հայաստան մի խոսքով արդեն վատ ենք զգում նույնիսկ կրկնելու որ այս ինչ ժամանակներ ենք ապրում ինչպես կարող էր մեր հետ նման բան պատճը բայց իմ միակ մտահոգությունը գիտես ինչն է Պետրոս նման մարդիկ շատ վտանգավոր են չափազանց վտանգավոր է պետք չի թերագնահատել այս աստիճանի կենթանին որտեվ երբ որ դու նորմալ դատող մարդ ես դու չես պատկերացնում դիմացինդ ինչերի անթունակ ինչ կարող է անել դու դրան պատրաստ չես դու անում ես այն ինչ որ դու կարող ես անել ներկայացնելով քո կուսակցությունը կամ կեմպեյնի վրա աշխատելով քո ծրագրերի մասին խոսելով դու չգիտես դիմացին ինչ կարող է անել Եվ ինչով պիտի բոլորը պատրաստ լինեն, ինչն է ինձ վախեցնում, սա կարող է, գիտենք, որ կեղծիքներ նկարելով ամեն ինչ անելու է, որպեսզի ցույց տա, որ ինքն է անցել եւ անմիջապես անցնի ռեպրեսիաների այդ յենիչերիներին ֆաստա ժողովրդի եւ բոլոր ընդդիմադիրների վրա ինչ որ բաներ անի այնպես կոտրի որ մարդիկ էլ մոռանան որ առհասարակ այլ է նույնիսկ բողոքել կամ ցույց անել կամ չանել դա իմ միակ մտահոգությունն է ես այդքան չեմ վախենում որ կարող է Ալիևին ասի մի քիչ կրակի բաներ արա որ է ժողովուրդը վախենա ինչքան վախենում եմ սրա ցասումից թե սա ինչի ընդունակ որտեվ ինքը չգիտեմ ինչ կենթանի է բնության մեջ նման որակ չկա որ կարողանամ բացատրեմ թե սա ինչի ընդունակ աննախատեսելի է դա ինձ համար մտահոգություն է գուցե ես սխալվում եմ աստված տա իրոք սխալվեմ բայց վախենում եմ իսկապես վախենում եմ հասկանալի է սակայն եթե
լավ հետևենք իր խոսակցություններում ես նկատած եմ իր մարտավարությունը ինչպես էսի մեզի վադակույն սենարը արդեն կներկայացնե իր խոսակցության մեջ Ջարմիկ ձևով հաղարակը գսե, այսինքն մեկ նախատեսության մեջ ինձ գահագասե, մեկ կոմե մեզի գսե ամենամետ գսե որ ինչ վադե որ աստեղ հայեր ընդանրապես չեն ապրած, եւ որ դակամ գսե որ ես ցեզի երաշխարում որ ազերները մի չի կան։ Սակայն արդյոք կարելի է Վարչապետ Փաշինյան երաշխիքներով հավատալ, որովհետեւ ինքն ասած է որ Արցախ Հայաստան եւ վերջ գիտենք ինչ եղավ, ինքը ասած է որ Արցախ հայերում մնացյալ մարզերում մեջ քաղաքներում մեջ վտանգ չսպառնալ եւ հանգարց Արցախը հանձնվեցավ Արդյոք մենք կարող ենք երբ որ Վարչապետ Փաշինյանը մեզ վստահեցնե որ հանկիստ եղեք ոչ մեկ ազերի աստեղ չի գալու միայն գալու է բրտուրիստ դուք նույնպես եվրոպյան արդյոք կարող եք վստահել որտեվ ես անձնապես եթե ասեմ որ հաղթելու ենք ճիշտ ագարակը հասկանամ մի քանի օր ենք ասել ինչ եք խոսում բանակը շրջապատված է բարձրացած Ոչինչին էլ չենք հավատում ինքը ինչ որ ասում է նույնիսկ զզվելի է ես ֆիզիկապես ի վիճակի չեմ ոչ իր երեսը տեսնեմ անճոռնի մարմինը կամ իր ահավոր ձայնը ես իսկապես վատ եմ զգում չեմ ի վիճակի չեմ տեսնելու բայց ինչ հիմա այնքան համատարած է երբ բացում ես Facebook-ը ամենտեղից սա դուրս է գալիս ոչինչ չի կարելի իրեն վստահել ինքը ծրագրով եկել է հատուկ կործանելու, Արցախը հանձնելու, ինչպես ինքն է ասում զոհեր չտա ինձ չեիքների, այսինքն ամբողջ ծրագրով ինքը աշխատում է, եթե ետես նայեմ 8 տարի, բացահայտ տեսնում ես ծրագիրը, ինձ ապացույցներ էլ պետք չեն, որ հատուկ բերվի ապացուցվի։ Նորից եմ ասում, սրանք իրանով է իրենք իրավունք տվել կամ իր երիտուրքիական այդ ՔՊ-ին, որ որոշեն Հայաստանը կադաստր ունի, չունի, հայերը այստեղ ապրել են, չեն ապրել, իրանք պատմություն չգիտեն, իրանք եւի գիրք չեն կարդացել, իրանք ուղեղն էլ իրանք այդ զոմբիների նման կամ կույրաղիքա կամ հաստաղիքա, այսինքն մենք ենք մեղավոր, որ թույլ ենք տվել, որ նման, ասենք, ճիզվիտներ մեր երկիրը այս վիճակի հասցնեն եւ իրանց միակ այսօր իմ կարծիքով միակ բանը որ կարողանում ենք հետ գիտես ինչ երբ որ ինքը այդ տեսակը իրան պահում իր նմաններին է դուր գալիս կամ մի հատ բիոմասա ասեցի չէ որ իրանց դուր է գալի որ սա ասում է կզացնեմ սրան էս կանեմ այն կանեմ մի հատ մասա կա որ դրանից լավ ազգում ուրախանում է ցավոք սրտի այդ բիոմասան էլ կա Հայաստանում իրա ոնց որ հաշվարկը կարծես դրա վրա է որ այդ զգացողությունները կբարձրացնի եւ հետ դոր կգա բայց չի լինի, դա շատ քիչ քանակ է եւ որևէ նորմալ հայ չի հանդուրժի նման վերաբերմունք, ասենք, ամբողջ ազգի արչեւ ու ազգի նկատմամբ։ Ճիշտ է, դին նույնիսկ որ բայց այդ պերսենտեջը 120 է։ Չի երիկում իրեն հասնելու հաղթանակին։ Չի երիկում Բայց լծակները իր ձեռքն է, զորքը իր ձեռքում է, ոստիկանությունները աճացրել ենիչերիների մի ամբողջ բանակ նորից կույրաղիքի ուղեղով լեցուն են, ցավոք սրտի, վստահ եմ շատ նորմալ ոստիկաններ էլ կան, բայց մեծ մասը անուղեղ են, տգետ են, նորից երևի իրանց պատմություն էլ չգիտեն, ունի այդ լծակներ ունի, որ ես շատ վախենում եմ, որ կարող է ֆաստա ոչ միայն ժողովրդի, այլ բոլոր, ասենք, այս ընտրական բաների վրա։ Իրենց ամեն ինչ սպասելի է։ Այո, օրինակի համար խոսի որ ուժեղ Հայաստանի լուրեր գշոցանցեն այս դարաշրջանը ուժեղ Հայաստանի պիտի արկել է օրինակի համար ընդդրության մասնակցին։ Սակայն հստակ է ուղղությունը այսօր այսպես է որ ինտիմատիվ ուժերը 15 արչև են, եթե բադայ որ Պևերնը նաև անցնի Չեմ, որովհետև ըստ անդախ փոլերու Պևեր 10-100 է, այարգե կան շատ փոլեր այսօր չես գիտեր որում բաննես եւ ասոք փոլերը exact science են։ Ըստ ես, եթե իսկապես այսպես անցնի եւ ընդդիմություններ, որոնք շատերով նաեւ կան դեսակ ընդդիմություն գարու շատ տարագարձիկ են, կան ասենք հայամեդը, արեմադամեդը, ասկայինը, ռուսամեդը եւ այլն։ Արդյոք եթե այսպես ընթացքը շարունակի եւ օրինակի համար պարլաման մտնեն մեծամասնություն դառնան ընդդիմությունները ինչպես ասկային ժողովրդական բևեր Հայաստան տաշինք ուժեղ Հայաստան Գարձեմ Արմեն Տատոյան եւ Առաջարկ Հայաստան որ լուրջ կոալիցիա է երեք կուսակցություններու նրանց երկու դեպք հարաբերություններ ունի Հայաստան եւ դակ
Արդյոք ճիշտ չէ որ այս բարակային այս բոլոր ուժերը գազմեն կոալիցիա, որպես երաշխավորեն, որ Վարչապետ Փաշինյանը դուրս կնագարավարութեն, այսինքն դեսան կոալիցիա, որ ինչու՞ չէ իրարու հետ շատ հագատիր ասկային ժողովրդարան բևեր օրնագանալ նկովին εμείς կոմեն տաշնակություն եւ Հայաստան տաշենք ուժեղ Հայաստան եւ այլն։ Ինչ կուզեին ունես սերապյան անձնական տեսակետով։ Ճիշտն ասած բացի Քոչարյանից, Դե որովհետև բիմի այս բարակային դեր մասը Քոչարյանը բայց այս պարագայի ոչ պիտի բերեն 10 get գարչել է պիտի իլա բաշինը։ Նայ շատ վատա որ կարողացել են թշնամացնել ռուսամետ, հայամետ, եվրոպամետ, ամերիկամետ, like պետք է լինել նախ ազգային հայամ առաջի հերթին։ Հիմա ես ասենք չէի ճանաչում Սամվել Կարապետյանին, վերջերս սկսեցի մի քիչ ավելի լսել եւ այլն, ես այդ մարդու մեջ հայամետություն տեսա։ Հուսամ չեմ սխալվում եւ իսկապես տեսա, այսինքն մյուսը այդ երիտասարդը Նարեկը Կարապետյան սկսեցի հետեւել, որ հասկանամ ովքեր են, որտեղ այնքան են, եւ որ Նիկոլի թիմակիցները սկսում են ասել սա Պուտինիա, ԿԳԲ-ա, ՖՍԲ-ա, ես փորձում եմ հասկանալ ինչու են ասում։ Հետո տեսնում եմ, որ չէ, այս մարդիկ նախ տարական մի բան ասեմ, Պետրոս, նման հարստությունը միայն Ռուսաստանով եթե լիներ, չէր կարա լինել։ Այսինքն հայտնի է, որ ինքը այդքան է կախման մեջ չի Ռուսաստանից, ինչ որ սրանք է ներկայացնում։ Ի վերջո ինքը ունի եւ Հունաստանում, եւ Էմիրատներում, եւ Forbes-ում, երբ որ իր մասին կա որպես $4.2 billion, որ ինքը ասենք ունի եւ մեկ տարվա մեջ 3-ից 4 բիլիոնի է հասցրել, սա չի կարող Ռուսաստանի եկամուտով լինի։ Միտքս հասկանում ես ինչ եմ ասում։ Այսինքն մենք այդտեղ հասկացանք։ Երկրորդը մենք նաև գիտենք, որ Ռուսաստանը ինքը հոգեվարքի մեջ է։ Կարող է հիմա ամեն ինչ անի, որ կարողանա այս մի կտոր Հայաստանը պահի իր ազդեցության տակ, բայց Պուտինը ինքը արդեն խնդիրներ ունի եւ ինչքան ես եմ հասկանում, Ռուսաստանը երկար չի ձգի ամիսների, ասում են, հարցը օրինակ։ Այսինքն նշանակություն չունի ով որ երկրում է սկսել իր գործունեությունը։ Հիմա այդ մարդը Հայաստանում պաշտոն չի ունեցել, չի թալանել, ինչպես նախկինները կամ այս ԿՊ-ականները, որևէ վատ բան չի արել, բացի բարեգործություններից, ներդրումներից, բաներից, եւ իր մեջ ես չտեսա այդ ռուսական ականջները, ինչպես ասում են։ Բնականաբար ինքը կարող է Ռուսաստանի կողմնակից է լինի, բայց նաև զգացում է, որ ինքը միջազգային նաև մարդ է, ոչ միայն Ռուսաստանի։ Իսկ ասենք ինչ վերաբերվում է ինչ ենք խոսում, կարծես կոալիցիա գազմելու անհրաժեշտություն։ Այո, որովհետև նորից եմ ասում, բոլորս մի թշնամի ունենք, որը այսօրվա այդ ճիվախն է, որ աթոռից չի ուզում փոկվի։ Բոլորը եթե կոալիցիա կազմեն եւ կարողանան ազատվել դրանից, այդ ժամանակ նոր հուսանք իսկապես հայամետներ կառավարեն եւ ինչ խոսք ամենակարևորը, որ բևեռի մեր երիտասարդները պարլամենտում տեղ ունենան, որպեսզի կարողանան իրենց բալանս պայել, իրենց խոսքը առաջ տանել, իրենց ծրագրերը առաջ տանել։ Էսա մենք չունենք այդ միշտ պատմության մեջ ազգայինները միշտ հալածվել են, միշտ փոքրամասնություն են եղել, ֆինանսական ռեսուրսներ չեն ունեցել, երբ որ նայես նույն խնդիրները կա, հիմա այլ նորից նույն խնդիրների առաջ են կանգնած, այսինքն ովքեր որ ազգային մտածելակերպ ունեն, խնդրեմ, Վարուժանը եւ մյուս ասնածռերը բանտում են, հալածվում են, ինչ ասես, ինչ աղբասես փորձում են լցնեն իրենց վրա, ծիծաղում են ազգայինի վրա, հասկանում ես ինչ եմ ասում, թշնամին կարողանում աշխատի եւ այդ ժողովրդին brainwash անի։ Բայց այս անգամ հույս ունեմ, որ բևեռը իսկապես կկարողանա այդ շեմը անցնել եւ իրենց, չգիտեմ, քանի աթոռ է հասնում պարլամենտում տեղ ունենալ։
փոքր մեջբերում եւ հաջորդ ավարտած են ինչ որ ուզեք ոչ ուղել խնդրեմ ունի 7 րոպե սակայն մեջբերումի հետաքրական է որ ասկայն ժողովրդական բևեռն այսօր կտասավորվի պաշինյալիզմի գոմե իբրգուսական ագենտ ագարակ որ դարելով մեզի ստացեն որ արմենիան գործակալ է CIA-է Mossad է սիոնիստ է սորոսական է Freemason-ը չեմ գիտեր բավական երկար շարք է սակայն այսօր ունին Հայաստանի մեջ ուժը որտե CIA եւ դիալ FSB շատ հետաքրական է ինչ կոշկուզեք ուղել ունին 7 րոպե խնդրեմ հարամեցեք Թաշտություն ազատ Հիշում ես ժամանակին կարծեմ նորից միասին որ զրուցում էինք այդ ժամանակ սորոսական էին բևեռին կպցրել հետո CIA տարբեր Mossad եւ այլն ու KGB ասում է կողմնորոշվեք հիմա որն է հիմա այսինքն այդ Սորոսի ժամանակներն անցան մյուսները անցան հիմա որոշել են որ անպայման KGB-ի հետ կպցնեն ու խոսում են մոդայիկ է հիմա ավելի մոդայիկ է եւ Հիմա ավելի շատ խոսում են հենց դրանք, ովքեր հենց առնչությունն են KGB-ի հետ, նույն հենց Նիկոլը իր մի խոսքով, սրանք ավելի վատ եւ KGB-ի կլոուն են, ինչ են ասում, էջենտ են եւ Թուրքիայի եւ Ադրբեջանի սա շատ ավելի դաժան է, դրա համար է իրանց ձյուրին է աղտոտել բոլորին, որտեվ իրանք արդեն այդ որակն ունեն, իրանք են այդ տեսակը So ինչ խոսք որ դա չի անցնում բոլոր գիտակից մարդիկ հասկանում են ես միշտ ասում եմ ասելով չի մի հատ մարկանց անցած ճանապարհն ես նայում չէ like background check ես անում այսպես ասած դուգում ես ինչ տեսակ են անցել այդ ամեն ինչը պաշտոն ունեցել են չէ իշխանություն ունեցել են չէ բա որ KGB-ի մարդիկ լինեին այսօր մեծ ռեսուրսներ կունենային այսօր չէ վաղուց եւ կկարողանային ինչ որ բաներ անել բայց այս մարդիկ ժողովուրդն է իրանց հասցնում ես կեմպեյնի փողերը, հա, ամեն տեղից իրենց աջակիցներն են օգնում։ Այդ լոջիկա, այսինքն մտածելու կարողություն չունենալը շատ դաժան բան է։ Ինչ որ կա, մարդը պետքա նախ մի հատ ինքի իրան հարց տա, ինքի իր homework-ը, այսպես ասած, անի, հետո նման տենց բարձրաձայն կարծիք հայտնի։ Բայց մեզ համար արդեն սովորական է եղել, այնքան ենք լսում բոլորին ինչ աններ են տալի, որ արդեն ես չգիտեմ ինչ ասեմ իհարկե զզվելի է ճիշտ ասած կոպիտ ձևով ասած բայց ամեն դեպքում Արա Պապյանը ինչպես ասեցիր ասում եմ մոդայիկա իմ արդեն բոլորին տենց էջենտ դնելը որ հիմնականում դա արեցին այս քպայականները իրենց գլխավոր ճիվաղով Երկու շատ նվիր իմ նախին զինագիստները սան իրես երեսի սեղանի վրա ինձ ասացին որ ես ալ ագենտ եմ շատ հետաքրական ինձ ասացին որ ագենտ եմ ունի դաղավին 3-4 րոպե ներողություն դու էլի էվի լիբանանի ագենտ ես դե բոլորին ագենտ են չէ ինձ ասող լիբանայեր ինձ ասա որ ագենտ եմ բայց դաղավին չհասկացան որտեղ մինչև ես 007-ին ագենտները նայում եմ որ նայեմ որ մեկուն ավելի մոդեմ որ երևի ադոնանում եմ Ունի 3 րոպե, եթե ուզեք որևէ խոսք ուղղել, մեզի պետք է manpower նույնը ջան, մեզի պետք է manpower ամերիկային եթե կան շատ պետք է ունենք, որտեղ մենք ունենք նաև թեդերու շատ կարիք, ունենք 3 րոպե, ինչ կուզեք ոչ ուղղել, ամերիկային այստեղ գալու եւ Հայաստանի ընտրողներուն ունենք 3 րոպե, 3 վայրկյան։ Ինչ ասեմ, մեծ համբերություն միջև հունիսի 7-ը եւ ասել եմ ես Հայաստան չեմ գա միջև այդ Սուրբ Հողես աղբից չմաքրվի, այսինքն Նիկոլից, Էրատոյից, Երիթուրքերից, միջև չմաքրվի, ես Հայաստան չեմ գալու։ Գուցե վատ բան եմ ասում, բայց այդպես եմ ասել։ Իսկ ընդրություն շահին գալու ես։ Եթե այո շահեցինք վստահ գալու եմ որ արդեն գիտեմ որ այդ հույսը այդ որ այս արժանապատվությունը որ կորցրել է հայությունը այս նվաստացուցիչ վիճակը ինչի մեջով անցնելը այս տարիներին անընդհատ վախեցած արթնանում ենք լուրերը նայում եմ որ Հայաստանից էս այլի լուր եմ լսելու նման nightmare չեմ ունեցել իմ կյանքում, ինչ հատկապես 20 թվից Արցախյան այդ պայմանավորված Նիկոլի ձեռքով զոհեր տված պատերազմից հետո մեր բոլորի կյանքը փոխվել է։ Հիմա պետք է ետ բերենք մեր կյանքը, մեր երազները, մեր հայրենիքը, մեր ժողովրդի արժանապատվությունը, մեզ պետք է լրիվ ուրիշ որակի սերունդ
ունենանք ի վերջո այդ հողը սուրբ է մեր նախնիներին այդքան պահպանել են որ ինչ որ ճիվաղներ գան ու սենց ստորագրությամբ կամ զոհերով թշնամիներին հանձնեն դա աններելի է պարզապես մի քիչ էլ դիմանանք մեծ հույսով որ այս անգամ այս չարիքից կազատվենք Ունես Եվրոպյան ձեզ հետ խոսելը միշտ passionate է հետաքրական է ինչպես կսեն Հայաստանապար չեմ սիրել սակայն որպես հայաստանցիներ ասնան ինչ էլ գուզեմ ջիգարով է շատ emotional է եւ շատ էներգիով լեցուն շնորհակալություն գտնենք ձեր կրոսնագը բարևեք հաջորդ վիդեոն խնդրեմ միասին անգամ եւս երկու սիրուն թեմքեր տեսնենք վիդեո մորեք ուղարկեք դարձյալ գիսենք Եվ ուզեմ նաև ողջունել բարոն Սասունյան, որ հիշեցիք, այո, մեծ հայրենասեր բարոն Սասունյան, որ հիշեցիք, ուզեմ նաև դրանով ողջունել։ Շնորհակալություն Նինե ջան։ Շնորհակալություն Պետրոս, շատ շնորհակալ եմ։ Ուրեմն ամսինուտին կսպասենք ձեզ Հայաստան։ Շատ օքեյ, հաղթանակ։ Այդպես լինելու է, չի կասկածեք։ Շնորհակալություն։ Bye.